Առաջինը ջրօգտագործման թույլտվության մերժման մասին է, այս նոր կետի իմաստը պարզ չէ։ Ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը գերազանցում է միջին ծանրաբեռնվածության աշճանը համաձայն մեթոդաբանության։ Հետևյալ ձևակերպումն է տված, եթե այս ջրօգտագործման թույլտվության համար տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձականության դրական եզրակացությունը, ապա ինչու է այս մեթոդաբանությունը, որի համաձայն կարելի է մերժել թույլտվությունը։ Այդպիսի կետը կարելի է շահարկել, որ մերժվի ոչ ցանկալի անձանց։ Այո, հոդված 6-րդ Այս իմ մտավախությունը հետևյալն է, որ այսպիսի կետը կարելի է հետագայում շահարկվել, որ մերժի ոչ ցանկալի անձանց թույլտվությունը։ Եթե հոդվածը կա ձեր մոտ կամ տեղյակ եք, խնդրում եմ հետևյալ հարցին պատասխանել։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Մկրտչյան։ Ես ասեմ, որ այդ կարգավորումը կոնկրետ շմակ պրոցեսի եւ ջրօգտագործման թույլտվության հետ կապ չուներ եւ կապված է իրիգացիոն համակարգի հետ, այդտեղ ձեր ասած այդ մտավախությունը խնդիրը չկա։ Դե անհրաժեշտ ավելի մանրամասն, մենք մանրամասն տեղեկատվություն կտամ։ Շնորհակալ եմ։ Արձագանք, պարոն Դանելյան։ Չունեք հաջորդ հարցեր։ Հարցեր չկան, ելույթներ, եզրափակիչ ելույթներ։ Խնդրեմ պարոն։ Պարոն Թունյան, իհարկե թթվասերի հետ համեմատելը մի քիչ այն չէ, որտեղ մինչև ջրօգտագործման թույլտվություն ստանալը կա հիդրոերկրաբանական եզրակացություն, որի համար մարդ 89,000 կամ 100,000 դրամ գումար է վճարում, որպեսզի գնահատեսնի իր ուզեցած նպատակներն հեռանկարային հիդրոերկրաբանականը տալիս է, թե չի տալիս։ Այսինքն այդ ջուրը ռեսուրս է, ինքը երկարաժամկետ կա, սմետանի նման չէ, սմետան այսօր խանութում կա, վաղը չկա։ Մի քիչ համեմատական ոչ թե ուզում եմ ձեզ հակադրվեմ, այլ է։ Դրա համար նախորդ միջև ջթ ստանալը գնում են վճարումներ անում, հիդրոերկրաբանական եզրակացություն են ստանում, դրական կամ բացասական, որ դիմում են ջթ ստանալու, բայց դրանից զատ նաև իրանք պետք է շմակ փորձաքննություններ անցնեն։ Մեկը մեկի հետ համեմատելով լավ բան է, քարե ժամանակ ցույց կտա, բան չունեմ ասելու, բայց ինձ համար էլ հիմնավոր չէ ճիշտ ասած։